Make it on it. Երկու նիստերներ վարել է Կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիստի օրակարգում եղել է երկու հարց, հարց համար 1 քաղաքական նոր սեզոնի խնդիրները, քաղաքական նոր սեզոն է սկսվում, քաղաքական աշուն է սկսվում, Հայաստանի Հանրապետական Կուսակցության անելիքները, ինչու՞ չէ նաև եւ երկրորդ հարցերը այլ հարցեր։ Տեղեկացնեմ, որ Հանրապետության նախագահը հանդես եկավ ելույթով, որտեղ անդրադարձավ ազգային ժողովի քաղաքական մեծամասնության եւ գործադիր մարմնի աշխատանքներին, կառավարության աշխատանքներին, մեր տարածքային կառույցների աշխատանքներին, նաև խոսվեց համարական բարեփոխումների մասին, խոսք գնաց հայ-թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի, ինչպես տեղյակ եք Հանրապետության նախագահ մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի ունեցել Մեծ Բրիտանիայում, Նյուպորտում, խոսվեց հանդիպումների մասին, եռակողմ, երկկողմ եւ առհասարակ արդյունքների մասին, եղան բազմաթիվ ելույթներ, մասնավորապես ելույթներ ունեցան կուսակցության փոխնախագահներ Հովիկ Աբրահամյանը, Արմեն Աշոտյանը, ես, Զեն Խոնարհարյան, Կարեն Ավագյանը, Մարգարիտ Եսայանը, Խոսրով Հարությունյանը, շուրջ 2 տասնյակ ելույթներ եղան, այնուհետև հարցի պատասխանի ֆորմատներ եւ այլ հարցերի շրջանակներում քննարկել ենք այն բոլոր հարցերը, որոնք որ հետաքրքրել են թե մեր տարածքային կառույցների ներկայացուցիչներին եւ թե падգամավորներին ու գործադիր ներկայացուցիչներին։ Նախ պետք է նշեմ, որ մինչեւ այդ հանդիպումը Բաքվում տեղի ունեցել Էրդողան-Ալիև հանդիպումը, որտեղ Էրդողանը պատրաստակամություն են հայտնել ՆԱՏՕ-ին բարձրացնել ադրբեջանական խնդիրները։ Եվ ինչպես հիշում եք, Էրդողանը հենց Բաքվում խոսեց նույն հռետորաբանությամբ, նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մինչև չլուծվի, հայ-թուրքական սահմանը չի բացվի։ Դուք տեսաք, որ Նյուպորտում պարոն նախագահը հանդես եկավ ելույթով եւ հստակ մատնանշեց, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը չպետք է փոխվի, խնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի եւ հռչակագրում մենք ունենք 2 տարբերակ։ Տարբերակ համար 1 դա ընտրություն, որ կիրառենք եւ գործածենք Մինսկի խմբի համանախագահության բառապաշարը եւ բառամթերքը եւ այն մասնագիտական բառապաշարը, որը որ կա, եւ երկրորդը турք տանք ադրբեջանական բռնապետին, խոսքը Ալիևի մասին էր, որին հովանավորում է եւ լոբիստական գործողություններ է վարում Թուրքիան։ Այսինքն այստեղի կարևորը այն էր, որ այդ ամբիոնույց Հայաստանի Հանրապետության նախագահը ադրբեջանական պետությունը որակեց որպես բռնակալական, իսկ ղեկավարը որպես բռնապետ։ Ոչ թե Ադրբեջանի ղեկավարի նման, որը որ սովորաբար խոսում է Բաքվում եւ ոչ մեր ներկայությամբ, եւ ոչ միջազգային հանրության ներկայությամբ, այլ բոլոր մասնակից երկրների ներկայությամբ Ադրբեջանի պետությունը ներկայացվել որպես բռնատիրական։ Եվ երկրորդը Թուրքիան ներկայացվեց որպես Ադրբեջանի շահերի պաշտպան։ Ինչպես գիտեք, Թուրքիան ցանկանում էր եւ Ադրբեջանն էր ցանկանում էր ձևափոխել եւ բազմիցս են եղել նման
գնահատականները եւ ելույթները ձևափոխել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը։ Եվ Քերի Սարգսյան-Ալիև հանդիպումը ապացուցեց եւ արձանագրեց մի շարք կարևոր փաստեր։ Փաստ համար 1. Խաղաղ կարգավորումը միակ ճանապարհն է եւ ցանկացած ռազմական լուծում անթույլատրելի է։ Սա մեսիջեր եւ ուղիղ մեսիջեր թե բռնատիրական Ադրբեջանին եւ թե նրա հովանավոր Թուրքիային։ Փաստ համար 2. Մինսկի խմբի ձևաչափը փոփոխության ենթակա չէ եւ ցանկացած իրավիճակի սրում անթույլատրելի է։ Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, հաշվի առնելով թե Թուրքիայի նախագահի, թե Ադրբեջանի նախագահի եւ թե նրանց պետության վերնախավի հայտարարությունները, կարելի է եզրակացնել եւ փաստ է պետք է եզրակացնել, որ սա հստակ մեսիջ է ուղղված Ադրբեջանին եւ Թուրքիային։ Եվ իմի բերելով խոսքս պետք է նշեմ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը չիրականացավ։ Ես այն կարծիքին չեմ, որ Նյուպորտում ընդունված հռչակագիրը մենք գոհ ենք կամ պետք է գոհ լինենք, որովհետև այնտեղ կան հռչակագրում կան կետեր, կան արտահայտություններ, որոնք բնականաբար չեն բխում հայկական կողմերի շահերից եւ առհասարակ իրականության որևէ կապ չունեն։ Բայց եթե համեմատենք նախորդ հռչակագրերի հետ, ապա այնտեղ բացակայում է իսկական Լեռնային Ղարաբաղ հակամարտություն տերմինը, այնտեղ հղում է արվում ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտին, ինչպես նաեւ, որը շատ եմ կարևորում, հռչակագրում եւս նշվում է խնդրի խաղաղ կարգավորման եւ ձևաչափի, այն է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը։ Սյունիքի մարզպետի հարցը ընդհանրապես չի քննարկվել։ Ինչպես տեսակ, այս նիստի ընթացքում, որը տևել է շուրջ 2.5 ժամ, քննարկել ենք մեր պետության արտաքին եւ ներքին քաղաքականության կարևորագույն հարցերը։ Նախագահը մտահոգությունների մասին չի խոսել։ Նախագահը արձանագրել է, որ այսօր առաջին անգամ մեր պատմության ընթացքում մեր հասարակության հետ քննարկում ենք համահայկական բարեփոխումների անհրաժեշտության հարցը։ Եվ ոչ թե մենք մեր հասարակության եւ քաղաքական ուժերին հրամցնում ենք մեր կողմից մշակված հայեցակարգ, այլ քննարկում ենք նրանց հետ գաղափարներ, որպեսզի այդ գաղափարները գեներացնենք եւ հոկտեմբերին ներկայացնենք նոր հայեցակարգ։ Եվ այդ հայեցակարգը կքննարկվի քաղաքական վերնախավի, քաղաքական կուսակցությունների, հասարակության ներկայացուցիչների հետ, նոր արդեն կդրվի մեր դատին։ Ավելին նաև խոսվեց դրա մասին, որ այո, ես էլ բազմիցս այս ամբիոնից խոսել եմ, որ մեզ համար անհասկանալի է այն քաղաքական կուսակցությունների պահվածքը, որոնք խոսելով համահայկական բարեփոխումների մասին նշում են, որ ժամանակը չէ։ Բայց երբ է ժամանակը։ Այսինքն նախագահական ընտրություններից առաջ ժամանակներ, երբ որ նրանք գոռում գոչյունով հայտարարում են, որ անհրաժեշտ է համահայկական բարեփոխումներ, անհրաժեշտ է անցնել պարլամենտական համակարգի, հիմա հենց նախագահական ընտրությունները ավարտվեցին, արդեն ժամանակը չի, դա ծիծաղելի է այդ փաստարկը։ Կամ ինչին են դեմ, եթե դեռ հայեցակարգը չկա, ինչին են դեմ։ Իմ համար հասկանալի է միանգամայն դաշնակցության տեսակետը, մարդիկ իրանց հստակ տեսակետը հայտարարել են, ասում մենք մեր տեսակետն ենք պաշտպանելու, մենք կողմ ենք համակարգային փոփոխությունների, գտնում ենք, որ պետք է հասնի անցում կատարվի այս համակարգին եւ եկեք քննարկենք եւ բանավիճենք։ Այլևս անցյալում են այն ժամանակները, երբ որ մեկ քաղաքական գործիչը, մեկ պետական գործիչը կարող է որոշել շատ կամ ամեն ինչ։ Հիմա մենք անցում ենք կատարում ցանցային հորիզոնական համակարգին, որտեղ վճռական է լինելու ոչ թե մեկ ղեկավարի, մեկ պաշտոնյայի, այլ քաղաքական կուսակցությունների դերակատարումը։ Եվ մենք բնականon գնալու ենք այդ ճանապարհով, որպեսզի ապագայում Հայաստանում վճռական լինի քաղաքական կուսակցությունների կարծիքը։ Ինչի ճանապարհով գնացել է ժողովրդավարական աշխարհի մեծ մասը։